Այս բոլոր վերլուծությունները, որոնք որ հրապարակվում են, լավ սենց ասեմ, տեղեկությունները, որոնք հրապարակվում են այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակում իրականացնել ՆԱՏՕ երկրներից մեկի վրա, դա իհարկե շատ մեծ հավատ չի ներշնչում իմ կողմից գոնե որ ես չեմ հավատում, որ ՆԱՏՕ-ի երկրի վրա Ռուսաստանը հիմա պատրաստ է հարձակվել։ Ուրիշ հարց, որ Ուկրաինայում կանգնի, մի քիչ շունչ հավաքի, թե չէ, հենց հիմա չի պատրաստ չի։ Բայց ամեն դեպքում սա ստեղծում է հավելյալ հնարավորություններ կառավարությունների համար, ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունների համար, որպեսզի իրենց մասով ավելացնեն պաշտպանական ծախսերը, որը մեծ հաշվով ԱՄՆ-ի բան։ ԱՄՆ-ն ակնհայտորեն դուրս է գալի եվրոպական ճակատից, հայտարարում է, որ գնում է դեպի Չինաստան, բայց Չինաստան էլ չի գնում, որովհետև ինքը հայտարարեց, որ Թայվանին չի պատրաստվում պաշտպանել։ Հետևաբար սա ուղղակի ամերիկյան ճգնաժամի մասին է, թե ցանկացած պետություն, այլև առավել ևս գերտերություն, ինքը միշտ ինչ-որ ճգնաժամի մեջերով անցնում։ Հիմա կոնկրետ այս պահին վստահաբար դա ճգնաժամը, որը ԱՄՆ-ի մա տեղ ունենում, եւ վստահաբար այդ ճգնաժամը մի քիչ սոցիոլոգիայից խոսենք, ինքը ժողովրդագրական թեմա ունի, դեմոգրաֆիկա, այդ Տրամպի հիստերիան, որ ինքը փորձում է հենց լատինական երկրներից ներգաղթած մարդկանց բան անել, բոլոր սցենարներով Ամերիկայի Միացյալ Նահանգները շարժվում են այսպես կոչված WASP-ից, այսինքն White Anglo-Saxon Protestant, սպիտակ անգլոսաքսոն պրոտեստանտական երկրից որպես բան, դեպի կաթոլիկ լատինա, եւ այս գործընթացը չի կարող, իրանք փորձում են կասեցնել, ստեղ հիմնական իստերիկան իրականում ոչ թե հենց անգլոսաքսոն պրոտեստանտների կողմից է, որովհետև թե իռլանդացիների եւ թե շոտլանդացիների համար, որոնց դրանց կծում են, իրանք թե հիմնականում կաթոլիկ են, իրանց համար դա օքեյ է, օրինակ Բայդենն էլ էր կաթոլիկ։ Հիմնականը դա այդ բողոքական կոչված զանգվածն է, որը Տրամպը դրա ներկայացուցիչներից մեկն է, որը փորձում է բան անել եւ սրանց հետևում կանգնած է սիոնիստական շարժում։ Այսինքն այս քրիստոնեա հուդայական կոալիցիայի մասին է խոսքը, որի հիմնական խաղացողները, ասենք Լինսի Գրեմն է կամ Տրամպն է, բան իրանք արդեն շատ մոտիկ են Վալհալա, չնայած իրանցից ինչ Վալհալա գնացող, ինչ որ միտը դժոխք գնացող կամ միտը գնացող մարդկանց, իրանք տենց այս աշխարհից գնացող են, եւ դա ավտոմատ կերպով վերելու է այդ բողոքական եւ սիոնիստական ուժերի թուլացմանը վերնախավում։ Տեսեք օրինակ Ռուբիոն լատինոս եւ այդ հարցերը շատ արագ են լուծվելու, որտեւ այդ երկրորդ էշելոնը որ գալիս է, իրանք հիմնականում կաթոլիկ են լատինական երկրներից եւ ոնց որ սա շատ հետաքրքիր է, Մեքսիկան այդ բումերանգով մուրը հանում է, ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 19 տարի կեսերից սկսած Մեքսիկայից փոկեց այդ ամեն ինչը, հա, Կալիֆոռնիան, չգիտեմ, Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Նևադան, Տեքսասը, դրանք բոլորը Մեքսիկայի տարածքներն էին, ու իսպանական տարածքներ էին։ Հիմա այդ տարածքները, քանի որ բնակչությունը նույնն է եւ ինքը գերակշռող մասը հիմա անցնում է դեպի լատինոսներ կոչված լատինական բաների, իրանք մաներից սկսում են հետ գրավել Ամերիկան, ու արդեն են Ամերիկան, որը կա, սա ուղղակի sense լիրիկական, որպեսզի պատկերացնեք ինչի մասն է ներքին կոնֆլիկտը որ դեռ է։ Ինչ վերաբերվում է սրան եւ Ամերիկայի այս վարչակազմի դաթարին դեպի դուրս ուղղելը, այս ներքին կոնֆլիկտը, որը կա, իրանք պետք է լուծեն։ Այս ներքին կոնֆլիկտը լուծելու համար իրանք պետքա բոլոր ֆինանսական եւ այդ հնարավորությունները կենտրոնացնեն, ինչ են հիմա հասկանալով, որ չեն կարող մարդկանց դեմ ու չեն կարողանալու հաղթեն ընտրությունները եւ ընտրություններում ակնհայտորեն դեմոկրատական կուսակցությունը, որը լատինոսների վրա միշտ բանա դնում, հենվում է, դա իրանց էլեկտորալ հենարանն է։ Իրանք հիմա փորձում են հնարավորինս շատ իրանց ընտանիքների տակ կուտակեն գումարներ տարբեր ձևերով։ Այս Վիտյոկն ու Զատյոկը, Վիտկովն ու Կուշները,
տնփեսեն, այս տարբեր մարդիկ, ովքեր գնում են Վենեսուելայի նավթ են վերցնում առանց ասելու, այդ փողերը կուտակում են, Տրամպը, որը ստեղից ընդեղից փող է հավաքում, իրանք այս բողոքական սիոնիստական շարժման ներկայացուցիչները, ընտանիքները, իրանց տակ գումարներ են կուտակում, որ գոնե այս մասով ստանան երակշիռ առավելություն եւ նույնիսկ չունենալով քաղաքական առաջնորդություն շարունակեն ազդել քաղաքականության վրա այս տնտեսական լծակները օգտագործելով։ Սա էլ երկար չի տևի, այս ճգնաժամը ինքը գնալու է ի վերջո նրան, որ ոչինչ բանը մղձավանջը բողոքական եւ սիոնիստական փակվելու աշխարհում, էլ ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Չես կարող մարդկանց շարունակել խաբել շուր մի բաներով, որոնք 2000 տարվա առաջվա քոչվոր ցեղերի գրքերից են։ Հետ գանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հիմնական ինտրիգը ճիշտ եմ ասում, թե սխալ դուք ինձ ուղեք եւ շարունակեք։ Կմնաք շարունակի մնալ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որպես անդամ, թե չէ։ ՆԱՏՕ-ում միանշանակ մնում է, ինքը չի պատրաստվում դուրս գալ, իր ամբողջ նպատակն էր, որ ինքը իր գումարները ձեռբազատի, ինքը կախված չլինի եվրոպական ճակատում հնարավոր կոնֆլիկտների։ Սա անձամբ Տրամպի ցանկությունն է եւ անձամբ իր հեքիաթն է, անձամբ իր երազն է։ Տրամպը որպես դասական անգրագետ գեղցի եւ տոտալիտար դրսևորումներով անց աշխարհը հասկանում անենց ոնց որ Պուտինը։ Իր համար Պուտինը հիմնական դաշնակիցն է եւ ինքը փորձում է բերել հարմարացնել Եվրոպայի բանը, ընդ որում ինքն էլ է Եվրոպան տենց ընկալում, Պուտինն էլ է տենց Եվրոպան ընկալում։ Երկուսի համար էլ Եվրոպան ինչ-որ sense բան է, որ դեմոնստրացենք տենց կլինի։ Ուկրաինան երկուսի համար էլ շատ մեծ խանգարող բան է։ Դրա համար Տրամպը ամենասկզբից ասում է, «Սախտավեք Ռուսաստանին, ինչ եք բանանում, ես պետք է պայմանավորվեմ Պուտինի հետ»։ Իր համար Պուտինը դա այն առաջնորդն է, ում հետ կարելի է աշխարհը կիսել։ Ու ինքը համարում է, որ Պուտինի հետ հեշտ կպայմանավորվի, որտեվ քիչ թե շատ ընկալում է, որ այս նույն բանի մեջ են, նույն մշակութային արժեքի մեջ, որտեվ Տրամպը 80-ականներից Ռուսաստան գնաց է եկել է, FSB-ի հետ աշխատել է, ռուսական օլիգարխները իր Տրամփ թաուրներում բնակարաններ են առել, ասենք, չգիտեմ, քառակուսի մետրը 10x գնով եւ այլն, Վիչկովն անենց գնում գալիս, իրանք բոլորը լավ են իրար հետ, ինքը ռուսների հետ կարող է լեզու գտնի իր պատկերացմամբ։ Բաները չի կարողանում, Սի Ցզինպինի հետ տենց չի կարողանում, հետեւաբար իրան պետք է Ռուսաստանի հետ դադարեցնել կոնֆլիկտը եւ դուրս գալ դաշնակցի բանով, որ ինքը Ռուսաստանի հետ միասին դուրս գա Սի Ցզինպինի դեմը։ Սա իր անգրագիտության, աշխարհագրության եւ պատմության չիմանալու հետևանքն է։ Դե մարդը լրջորեն փորձում էր Թուրքիայի հետ այդ ջերմացումը ինչ։ Ջերմացում չկա։ Ջերմացում չկա, որտեղ է ջերմացում։ Չէ, դե լիքը քաղցր խոսքեր կան, որովհետև ինքը հրավիրեց դրա համար եկա եւ այդ իր հերթին, նախ Էրդողանի հրավերը չէր, ռուտե հրավերն էր իրականում, որտեղ Էրդողանը պրոստը ասել է, որ հարիկա հանդիպենք։ Հարցը դա չի, այս կեղծ Իսրայել-Թուրքիա կեղծ կոնֆլիկտի մեջ ինքը պետք է այդ թեման բան անի։ Իրականում Թուրքիայի եւ Իսրայելի մեջ ոչ կոնֆլիկտ չկա։ Դա կեղծ բաներ է։ Ինչու՞, Չէ, կեղծ է դա։ Ինչու եք համարում, որ կեղծ է։ Որտեղ կոնֆլիկտ չկա։ Կոնֆլիկտ չկա։ Չէ, որտեղ որ Թուրքիան ուզենա, Իսրայելը չի շնչի։ Ջուր չի խմի։ Նավթ չի ստանա։ Այսինքն, եթե լինի իրական կոնֆլիկտ, Թուրքիայի համար շատ հեշտ է, ինք ուղղակի նավահանգիստները փակում ու վերջ։ Թուրքիան ջուր է մատակարարում Իսրայելին, որ հասկանա։ Ջեյհանից գնում է Իսրայելի հիմնական նավթամթերքը։ Բայց ցուցադրությունը ինչի համար։ Ցուցադրությունը նրա համար, որ Թուրքիայի բնակչությունը ատելով ատում է Իսրայելին։ Իսկ Իսրայել-Ադրբեջան կապը, Իսրայել-Ալիև, լավ սենց ասում, եւ հետեւաբար Էրդողանի որդի։ Ես հիշացնեմ, որ ասենք, չգիտեմ, այսպես կոչված Դաեշի ինքը նույն իսլամական պետության զորքերի դեմ, որ պատերազմ էր գնում, Էրդողանի որդին գնում էր նավթ Սիրիայի եւ Իրաքի այդ բաներին, նավթահանքերից, հենց Դաեշի ներկայացուցիչներից, իսկ Իսրայելը երբևիցե Դաեշի կետերին չի հարվածել։
ու ամեն անգամ երբ բաներ տեսեք դեմոկրատների ժամանակ քրդական գործոնը օգտագործում էր Դաեշի դեմ եւ սա միշտ բերում էր Իսրայելի եւ ամերիկյան աշխատակազմի, սպիտակ տան աշխատակազմի կոնֆլիկտների, որովհետեւ Դաեշը, Իսրայելը, Թուրքիան իրանք միասին տարածաշրջանի հարցերն էին լուծում։ Այդտենց չէր, որ իրանք կոնֆլիկտի մեջ էին։ Ու հասկանում եք, այնտեղ շուտ բազմաթիվ թեմաներ կան, որոնք որ մինչև հիմա չեն բացվել ու երևի թե դժվար է բացվեն, բայց ամեն դեպքում նավթի հարցը, բանի հարցը, եթե Թուրքիային պետք լինի, որ Իսրայելը պատժվի, դա շատ հեշտ է։ Ուղղակի նավթ չի տա, չի հանեց։ Ու վերջ։ Որտեվ հենց հիմա եթե դուք բացեք Թուրքիայի վիճակագրությունը, բացեք 5 տարի առաջվա, երբ որ ինքը Իսրայելը հետ ուղիղ առևտուր էր անում, հետո ամեն տարի նայեք, կտեսնեք, որ ծավալները չի փոխվել։ Կան ընկերություններ, որոնք որ սկսել են աշխատել Պաղեստինի հետ, կա որ նույն ապրանքը գնում է Հունաստան, Հունաստանից է գնում Իսրայել։ Այսինքն իրականում այդ կոնֆլիկտը լրիվ մատից ծծած։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հետենա, որ իրանց դա պետք է, որ կուտը տալավ աստեղ ոչ մեկ այդ կուտը գոնե չկերավ։ Այս թեման տրիպի որն է, որ Պարսկաստանը Եվրոպայից կտրեն, որտեղ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, իրանք բոլորը Եվրոպայի թշնամիներն են։ Իրանց բոլորի համար սև գրողը դա Եվրոպան է։ Դրա համար է հենց Ուկրաինայի դեմ իրանց բոլորի բառաչոցը, որտեղ Եվրոպան հիմա ֆինանսավորում է Ուկրաինային պատերազմը, Ուկրաինան ուղղակի գցել է քացուտակ ռուսներին սարքել է տուզիկ։ Եվ դա նաև մոդելն է, եւ իրանք ինչ են կատաղած բոլորը։ Այս ուկրաինական մոդելը, որը ուկրաինացի կռվում են, իսկ եվրոպացիք իրանց տալիս են արտադրություն, զենք զինամթեր, գումար եւ ապահովում են, որ այդ մարդկանց գոնե երեխեքի կանանց մի մասը անվտանգ ապրի, այս մոդելը ապացուցեց, որ Ամերիկան, Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը ոտերս կերել են, թե իրանք կարան Եվրոպայի դեմ դուրս գան։ Ու այս որ խոսում են Լեհաստանի վրա, ժողովուրդ, լեհական բանակը իրականում ՆԱՏՕ-ի երևի թե երկրորդ բանակն է։ Թուրքիան չի, վաղուց Թուրքիան չի։ Թուրքիայի բանակը եղել է ՆԱՏՕ-ում երկրորդ բանակը նախիրի չափով։ Այսինքն, որ սենց հավաքես, ուրա գորալով գնան դիրք գրավեն։ Հետի հիմա ոնց որ բան, այս մսային գրողները Ռուսաստանն անում, այդ կարող է, բայց տեխնոլոգիական զարգացումով չկա Լեհաստանի վրա հարձակվում։ F-35 S-400։ S-400-ը մեծ հավանականությամբ վերջացել են լավ տուր, սենց բանով, չեմ բացառում, որ նույնիսկ Դեռ չեն հայտարարել, որ տվել են, ճիշտ ասած, սրանք սաղ ինսայդերական ինֆորմացիա է։ Այդ եմ ասում, չեմ բացառում, որ ուղղակի ասում են, որովհետև դա այդպես հեշտ չի, հիմա դու հանես։ Իհարկե Միացյալ Արաբական Էմիրություններին պետք է, բայց Իրանը աշխատում է շահեդներով, իրողությամբ։ Իսկ այս 400-ը շահեդ չի խփում, հայտնի է։ Ուկրաինական ճակատում հայտնի է, որ չի խփում։ Այս 400-ը ժեխ աղբ է։ Ինքը մեծ է, ինքը մի դիվիզիոնը, նույնիսկ երկու դիվիզիոնը քիչ են, ինչ որ բան։ Իրանք կարան ինքնաթիռի դեմ աշխատեն, բայց սենց ասեմ, այդ նույն դասի բազմաթիվ այլ հոպեր կան։ Բայց Ռուսաստանը ինչու է ասում, ինքը բանա չի ինտեգրվում որևէ թվային բաների մեջ։ Ռուսաստանը խնդրեմ ունի, որովհետև եթե դա գնաց Էմիրություններ կամ Կատար, Զելենսկին քանի որ թե Կատարին թե Էմիրություններին օժանդակել է այս վերջի բաների շահերների դեմ, Ռուսաստանը կարող է ասենք ֆինգերպրինտները ստանա, այսինքն քանդեն, հետ հավաքեն, հասկանան ինչ է ամենաթույլ կողմերը համակարգի հասկանան երևի, ինչի է գորգրում։ Մյուս կողմից գորգրումը, որ իր մասին հիշեցնի։ Լրբեր կան, չէ, որ վաղուց արդեն դուրս են եկել բանից, որ իրենց վրա էլ ոչ մեկ ուշադրություն չդարձնում, գնում են դուրս սկսում են գորգրա։ Ամերիկացիների մասնավորապես, ասենք, չգիտեմ, այն մագայի գործիչները, որոնք որ Թրամփին բերեցին իշխանության, որը հիմա կոնֆլիկտում
այդ մարդիկ հիմնականում դրանից էլ կադրել են, որ Իսրայելը սարքել է Թրամփից խամաճիկ եւ Ամերիկայի շահերը ոտի տակա գցե, որպիսի բան անի։ Եվ ամենակարևոր պահին ասաց Իսրայելը ասել է ես կապ չունեմ դրա հետ։ Ես հարավային Լիբանանի հարցն եմ լուծում։ Ամեն դեպքում Թրամփի այս երկրորդ հարվածը ոչ մի կապ չունի ոչ այդ նավերին հարվածելու ոչ բանի, կար դատարանի որոշում, որ ինքը նույն Տրամփ-Էյնշտեյնի պատերազմներ էլի դատարանը հրահանգել էր հրապարակել Էփշտեյնի ֆայլերը առանց ցենզուրայի եւ քանի որ ցենզուրա վիճակում հայտնի էր որ Տրամփի անունը հանդիպում ավելի քան 1 միլիոն անգամ պատկերացնում եմ քանի անգամ է ինքը հանդիպում առանց ցենզուրայի ընդ որում դեռ խոսքը չի վերաբերվում ոնց հասկացա ֆոտո եւ տեսանյութերին որտեղ ֆոտո եւ տեսանյութերը հրապարակում ես վախենամ որ եթե բաց հրապարակվի հա եթե բաց հրապարակվի վախենամ որ Տրամփը կարող է այտենց չաբրի նո առնվազն սրտի կաթված կամ ասենք շուտ այդ շատ ծանր բան կլինի իրականում Ամերիկայի համար շատ ծանր հարված կլինի ես հասկանում եմ ինչի Ամերիկայի աշխատակազմը եւ որոշ տենց բաներ փորձում են Ամերիկայի վարկանիշը փրկել ինչ որ բաներ անել բայց հիմա ես ուղղակի իրենց մեր դեսպանատան աշխատողներին ասում եմ մի արեք էլի իզուր տեղը մի արեք 2-3 ամիս է մնացել հեսա կբացվի Տրամփի փեսենը կգնա գրողի ծոցը Տրամփն է կգնա գրողի ծոցը